գործակարգավարական նիստի ընթացքում Տիգրան Ավինյանը անդրադարձել է իմ կողմից մի քանի օր առաջ հրապարակված տեսանյութին, որում ներկայացրել եմ, թե ինչպես են առանց պիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնում։ Նորքի պատասխանատու ինժեներները ուր էին, որ առանց բիտում ասֆալտ էին լցնում, պարոն Սևոյան։ Պարոն քաղաքապետ, իրանք տեղում են եղել, երկու տեղով են անցկացրել այդ օրը, Թոթովենցի եւ Հովհաննիսյան փողոցի վրա, այդ պահին լցրել են ընդհանուր կամազից դատարկել են, որ ասենք տեղափոխեն, նկարահանումը հենց այդ պահին է տեղի ունեցել։ Այդ տվյալ տեղը բիտումով ասֆալտը արված եւ վերված է պատշաճ կարգի։ Հաշվի առնելով, որ կա տեսանյութ, որում շատ հստակ ու պարզ է երևում, թե ոնց են առանց բիտում ասֆալտ անում, Մասիվի թաղապետը արդարացնում այդ ամեն ինչը։ Հիմա ուզում եմ հրապարակային հարց ուղղել եւ խնդրեմ դրա շուրջ հանրությունը թող վերլուծություններ անի ու հետեւություն։ Հարցս կայանում է նրանը. եթե Մասիվի թաղապետը կաշառք ու ատկատ չի վերցնում անորակ առանց պիտում ասֆալտապատման աշխատանքների համար, այդ դեպքում իր շահը, իր հետաքրքրությունը ինչու՞մ է կայանում, որ նա արդարացնում այդ ամեն ինչը գործակարգավարական նիստի ընթացքում բոլորիս առջև։ Հարցը շատ պարզ չէ, նորից եմ կրկնում։ Եթե Մասիվի թաղապետը ատկատ ու կաշառք չի վեկալում, խիա ինքը արդարացնում անորակ առանց բիտում ասֆալտապատում իրականացնող շինարարի խիկ արդարացնում։ Հիմա մարդը վատ գործ արա առանց բիտումի փինել է, խիկ արդարացնում իրան։ Այդ ամեն ինչ արդարացում ունի, չունի, չէ՞, բայց դեպքում խիկ պաշտպանում իրան։ Այդ ամեն ինչը խիկ արդարացնում։ Ես իմ ինչ սենս չի եղել, նենց է եղել, բայց տեսանյութում շատ հստակ է երևում, որ առանց բիտում ասֆալտ են անում։ Խիա Մասիվի թաղապետը արդարացրել այդ ամեն ինչը։ Սենց ասած կռուտի տար է։ Այդտեղ բիտումով ասֆալտ արված։ Այդ նույն տեղում բիտումով ասֆալտ արված նկարները կան։ Բա ինչի չէին արել բիտում մինչև ասֆալտը լցնել։ Այդ հատվածում իրանք Թոթովենցի ընդհանուր ծավալը մեծ էին վերցրել շինարարները։ Վերևից ասենք թափերով գալիս էին դրա համար։ Չէ՞ հասել են այդ հատվածը։ Նկարանում տեղի ունեցել։ Ինձ թվում է նկարանումը տեղի չի ունեցել, տեղի է ունեցել անվերահսկելի հայկական հին շինարարական մեթոդներով աշխատանք եւ Բալահովիտ 1 ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի։ Չէ, պարոն Սևոյան, հրավիրել պետք չի, պետք է մարդ դնել հետները, որովհետեւ երբ որ չկա վերահսկողություն, պարզվում է աշխատանքը ով ոնց կարա ինչ որ մի բան պակաս անելու է անպայմանորեն ու դա վերաբերում է բոլոր վարչական շրջաններին։ Բայց ասենք շին բարեկարգումը նույնիսկ գիշերով են իրենց աշխատակիցները կողքները կանգնած։ Ասենք օրը ցերեկով էլ չա նշանակում, ասենք մի մարդ չունեք, գնա կողքները կանգնի տենա ինչ են անում։ Կամ լավ ասենք որ դառնա էլի, ասենք բիտումի վրա 2 կոպեկ ավել փող, ասենք վաղը չեն ունենա այլևս պատվեր, իրանք գիտակցում են դա։ Ինչ անենք, հələ մի հատ ասեք, էլի, ասեք իմանամ, կարող է ինչ-որ սխալ ենք անում, կարող է դուք չպետք է անեք, միգուցե պարոն Սևոյան, այդ ծավալն էլ տեղափոխենք։ Չէ, պարոն քաղաքապետ, ուղղակի աշխատանք արագ կազմակերպելու համար, որպեսզի շուտ հասնենք փոսառությունները, 2 տեղով եք աշխատանքները սկսել։ Ախր պարոն Սևոյան, 2 տեղով որ սկսել եք, հիմա 2 տեղով էլ եթե անորակ եք անելու, եթե 2 տեղով է խնդիր է լինելու տարվա վերջ, այդ իմաստը է սկսելու, այդ փողը ծախսելու։ Պարոն քաղաքապետ, իմ
ներկա եղած ժամանակը այնտեղ մարդիկ բիտումը լցրել են ու ավելի շատ։ Հենց խնդիրը այդտեղ է, որ ձեր ներկա եղած ժամանակ այնտեղ, եւ որ դուք ներկա չէիք փաստացի, մենք տեսնում ենք, որ չեն լցրել։ Փաստ տեսնում ենք։ Փաստ դա տեսնում